Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրվարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձը, օգտագործելով իր իշխանական և ծառայողական լիազորությունները, ապօրինի գործողությունների համար ստացել է կաշառք, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք և հափշտակություն։ Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձը Լոռու մարզի բնակչի կողմից նպաստ ստանալու գործընթացը չդադարեցնելու համար 2022-ին որպես կաշառք է ստացել նրա մեկ ամսվա նպաստի չափով գումար, դրա դիմաց չարձանագրելով վերջինիս կողմից ՍՊԸ-ում աշխատելու և խոշոր եղջերավոր անասուններ ունենալու հանգամանքները, ինչպես նաև կազմել և հաստատել է պաշտոնական շրջանառության ենթակա կեղծ արձանագրություն։ Նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև հիշյալ պաշտոնյայի կողմից նույն բնակավայրի մեկ այլ բնակչից կրկին մեկ ամսվա նպաստի գումարի չափով կաշառք ստանալու դեպք։ Արդյունքում Լոռու մարզի երկու բնակիչներ ստացել են ընդհանուր 786,000 դրամի չափով նպաստի գումար։ Միասնական սոցիալական ծառայության աշխատակցին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով 2 դրվագ, 285-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով 2 դրվագ և 445-րդ հոդվածի առաջին մասով 2 դրվագ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև Լոռու մարզի 3 բնակիչների։